Բարև ձեզ, ես Արթուր Դերթոմասյանն եմ, կինոռեժիսոր, եւ այսօր ներկայացնում եմ ընթերցվող ֆիլմերի կինոդպրոցը, որը հիմնադրվել է Միացյալ Նահանգների Ֆլորիդայի նահանգում, Պանամա Սիթի Բիչ քաղաքում։ Եվ այսօր մենք պիտի զրուցենք, ես պիտի ներկայացնեմ մեր առաջին բաց դասը։ Ինչ է նշանակում բաց դաս եւ ինչի համար է դա նախատեսված։ Ասեմ, ուրեմն մինչև մեր առաջին կուրսը կհավաքենք ուսանողների, մենք որոշել ենք, որպեսզի անցկացնենք բաց դասերի շարք։ Մենք հիմա չգիտենք, թե ինչքան ժամանակ դա կտևա, կլինի մի տարի, թե ավելի քիչ, բայց դասերը պետք է սկսեն, որպեսզի բացատրենք, թե ինչ է նշանակում ընթերցվող ֆիլմեր կամ ընթերցվող ֆիլմերի կինեմատոգրաֆիա։ Եվ այսօր առաջին անգամ ես պետք է խոսեմ ձեզ հետ, պատմեմ դրա մասին եւ պատմեմ դեպքեր, որը կամաց ձեզ կմոտեցնի այդ գաղափարին։ Ասեմ, որ այսօրվա այսպես պայմանական դասի վերնագիրը ռեժիսորը որպես ընթերցող դիտորդ։ Ինքը շատ լայն հասկացողություն է եւ մի դաս չի, որ պետք է նվիրենք դրան, եւ որտեւ բավական շատ բան կա խոսելու դրա մասին, բայց այսօր ես ուզում եմ մեր առաջի դասին անդրադառնամ մի շատ հետաքրքիր թեմայի։ Բայց միջև այդ ասեմ, որ մեր բարբերաբար կանցկացվեն մեր բազա դասերը, շարունակական կլինեն, եթե ուզում եք միանալ կամ եթե նույնիսկ կարողանաք լայք դնել եւ կիսվել այս դասընթացներով, ես շնորհակալ կլինեմ, որովհետեւ իրոք դա մեր դպրոցին շատ կօգնի։ Մենք առայժմ սկսում ենք այդպես ասած դպրոցական շրջանը, որտեղ անվճար դասերի շարք է սկսում, միջև մենք կհասկանանք իրականում ինչ է նշանակում ընթերցվող ֆիլմերի կինեմատոգրաֆիա։ Ուրեմն ես պիտի սկսեմ հիշողություններից կամ հիշողությունից, կոնկրետ մի հիշողությունից, երբ որ 87 թվականին ես առաջին անգամ սեպտեմբերի 1-ին գնացի Հենիկ Մալյանի դասին։ Ես բախտ եմ ունեցել լինելու Հենիկ Մալյանի վերջին ուսանողներից մեկը։ Ուրեմն սեպտեմբերի 1-ն էր, ինքը առանձնապես կուրսով իրար չենք ծանոթացել, չենք հանդիպել եւ առաջ անգամ պետք է հանդիպեինք, որոշ մարդկանց ես գիտեի, որոշ մարդկանց չգիտեի եւ գնացինք Հենիկ Մալյանի դասին։ Ով է Հենիկ Մալյանը, դրա մասին ես կխոսեմ իհարկե, բայց սեպտեմբերի 1-ին մի շատ հետաքրքիր առաջադրանք եղավ Մալյանի կողմից դասի վերջում։ Ընդհանրապես այն 6 ամիսները, որ մեր Մալյանը դասավանդեց, հիշողությունների մի հատ անսպառ շարք կա, բայց սա առաջին առաջադրանքն էր Հենիկ Մալյանի եւ ուզում եմ մեր առաջին բաց դասի ժամանակ դրա մասին խոսեմ, որտեղ ինչ-որ սիմվոլիկ կապ կա։ Ասեմ, ուրեմն սեպտեմբերի 1-ին Մալյանը դասի վերջում ասեց, ես մի բան կարամ առաջարկեմ, երբ որ առավոտյան գալիս եք տրանսպորտով դասի, որտեղ մեր մեծամասնությունը քաղաքի ծայրամասերում էր ապրում, ասեց ավտոբուսի մեջ ուշադիր նայեք մարդկանց, այդ ուղևորներին, ով է բարձրանում ավտոբուս, ով ինչպես է նստած, ով ինչպես է, ասենք, իրան պահում, մեկը քնած է, մեկը հարթուն է, մեկը ժպտում է, մեկը դեռ ինչ որ հոգսեր ունի, աշխատեք, գուշակեք, ում հետ ինչ է կատարում, գտեք ամենահետաքրքիր մարդուն ավտոբուսի մեջ եւ իր մասին պատմություն պատմեք ու բնականաբար մենք պետք է պատմենք Հենիկ Մալյանի այդ պատմությունը։ Ուրեմն առաջի տպավորությունը այդ առաջադրանքի, երբ որ ես բարձրացա հաջորդ դասի Մալյանի, որ պիտի գնայի դասին, ինչ հասկացա, որ ես հասկացա, որ առավոտ շուտ քնաթաթախ մարդիկ ավելի անկեղծ են։ Եվ օրվա ընթացքում, երբ որ արդեն ամբողջովին արթնանում են, շփվում են մարդկանց հետ, կամ մի բաժակ սուրճ են խմում, կամ ինչ-որ տեղ ճաշում են կեսուրն, իրանք սկսում են արդեն թաքնվել դիմակի տակ։ Իսկ սովորաբար առավոտ շուտ մարդիկ, քանի որ վերջնական արթնացած չեն, իրանք ավելի անկեղծ են իրանց հայացքների մեջ։ Իրանք այնպիսին են, ինչպիսին որ կան։ Հասկանում եք։ Ու ես երբ որ գնացի Հենիկ Մալյանին ասեցի իմ տարբերակը, ասեցի Հենիկ, այսօր ես
միակ բանը, որ ես այդ օրը նկատում եմ տրանսպորտում, դա այն է, որ քնած մարդիկ շատ անկեղծ են, այսպես մի հայացք ուներ Հենիկ Մանյանը մի քիչ կողքից նայող, թե ես էի անկյունում նստած, չգիտեմ, ինձ թվաց այդ հայացքն է, որ սացի այդ հայացքը ինքը գլխով արեց այսպես, այն բանը, որ շարունակի։ Ու մի քանի օր հետո, երբ որ ես նույնիսկ իջնում էի տրանսպորտով, այդ առաջադրանքը միշտ իմ ուղեղի մեջ կար, նկատեցի երկու զույգի, այդ տրանսպորտի մեջի մարդիկ այնքան էլ շատ չեն այդ առավոտյան, չգիտեմ ինչի, ու նստած էր մի զույգ ու այդ կանգնած մարդկանց քանակը շատ փոքր էր ու ես կարողացի այդ նկատեմ դիմաց նստած զույգ երիտասարդների, որոնք համբուրվում էին տրանսպորտում, բոլորի մոտ։ Այդպիսի բան խորհրդային միսան ժամանակ շատ հազվադեպ կպատահեր։ Ու ես ամբողջ ճանապարհին, երբ որ հիշում եմ երկրորդ մասվից մինչև Խանջյան փողոց, ես հետևում էի այդ մարդկանց, ու մտքերի մեջ ընկա։ Ու գիտեք ինչ տեղ ունեցավ։ Մի հատ հրաշք։ Երբ որ ես ավտոբուսից արդեն իջել էի, ես բացեցի մի կոդ, որ եթե չլիներ Հենիկ Մանյանի այդ առաջադրանքը, չեմ կարծում, թե ես որևէ ժամանակ այդ կոդը բացեի։ Ես բացեցի մի կոդ, որը վերաբերում է աշխարհի արարմանը եւ դրախտից արտաքսման Ադամի ու Եվայի։ Այդ արանքում այդ հատվածը ինքը կոդ ունի։ Եվ ես կոդը բացեցի։ Ինչ է նշանակում աշխարհի ստեղծում, արարում, ինչ է նշանակում կենդանական աշխարհ, ինչ է նշանակում կին եւ տղամարդ, ինչ է նշանակում օծը, ինչ է նշանակում արգելված պտուղը, ինչ է նշանակում այն փաստը, որ արգելված պտուղը ճաշակելուց առաջ մերկությունը եղել է նորմալ դրախտում Աստծո կողմից, բայց արգելումից հետո ինչու է մերկությունը թաքցվում որպես եւ կոդավորում որպես մեղք։ Ու ամենակարևորը, որ ես հասկացա այն բառերը, որտեղ Բիբլիայում ասում է Ադամը մեզանից մեկն է, դրա համար ինքը չի կարող մնալ դրախտում։ Ադամը հիմա մեզանից մեկն է եւ ինքը չի կարող լինել դրախտում։ Եվ հասկացա, թե Աստվածաշունչը ով է գրել եւ ինչի համար։ Բայց դրա մասին հետո մենք խոսենք։ Այսինքն այն դիտողականությունը, որը Հենիկ Մանյանն էր մեզ տվել, որ մենք ձեր բերենք կամաց սովորենք այդ դիտողականությունը, ինձ մոտ արիթ եղավ բացահայտումների եւ նույնիսկ այդ Աստվածաշնչի այդ հատվածի կոդի բացահայտում եղավ, որի մասին ես հետո կխոսեմ իհարկե։ Ես հասկացա, որ բնական է ռեժիսորի համար դիտողականությունը շատ կարևոր է։ Ռեժիսորը պիտի դառնա դիտորդ, կյանքում պիտի դառնա դիտորդ, որպեսզի նկատի, հասկանում եք, բայց դա դեռ քիչ է։ Ես հասկացա, որ բացի դիտողական լինելը, դիտորդ լինելը, այս աշխարհում կյանքում այդ պոզիցիան շատ հետաքրքիր է ռեժիսորի համար ու շատ կարևոր կենսական նշանակություն ունի։ Ռեժիսորը նաև պետք է կարողանա ընթերցել արտաքին աշխարհը։ Այսինքն մեր խնդիրը արտաքին աշխարհից վերցնել կենցաղային երևույթը, դեպքը, դարձնել իրան արվեստի գործ, իմաստավորել ու նոր անցնել ֆիլմ նկարահանելու։ Հասկանում եք։ Դրա համար այդ դիտողականությունը եւ ընթերցողությունը, ընդունակությունը ես հետո հասկացա, երբ որ ես տարիներ հետո շատ ուշ նայեցի Անդրեյ Տարկովսկու զոհաբերությունը, երբ որ հասկացա, որ ֆիլմում կադրերը կարող են լինել ընթերցվող։ Դրա մասին կխոսենք հետո։ Հիմա ասենք առաջ։ Ուրեմն, ես ծնվել եմ Երևանում, բայց իմ մանկությունը անցել է մեր գյուղում, Արծաբեր գյուղում, պապիկիս գյուղն էր։ Իմ կյանքում էպես է պատահել, որ միստիկան շատ է իմ մանկության մեջ, իմ պատանեկության մեջ եւ իմ ամբողջ կյանքում միստիկան ինձ հետևել է։ Ուրեմն, ուզում եմ մի բանի մասին պատմեմ, ու նպատակ իմ պատմության նա է, որ ոնց կարելի է, ասենք, դեպքերը, որ քեզ հետ պատահում են, վերածել պատմության, այսինքն պատմել գրական պատմության կամ ֆիլմի տեսքով կամ գրքի տեսքով։ Ուրեմն իմ պապիկը, իմ աղալով պապիկը իմ ծնվելուց հետո, ես ծնվել եմ նոյեմբերի 2-ին, 3 օր հետո ինքը մահացել է։
նոյեմբերի 5-ին մենք մահացել է, եւ մահացել է շատ տարօրինակ ձևով, ունենալով իր տանը մառանում գինով լիքը պոլիկներ, ասենց ասած, ինքը չգիտես ինչի որոշել է իմ ծնունդը նշի, երբ որ ամսի 4-ին իրան լուրը հասել է, որ ես ծնվել եմ քաղաքում Երևանում, ինքը որոշել է ամսի 5-ին գնա եւ քաղաքի գյուղամեջի խանութից գինի առնի եւ նշի իմ ծննդյան օրը, երբ որ իրան մառանում մեծ պոլիկներ կային։ Այդտեղ մեքենան վրան վրա եթե ենթարկել ու ինքը մահացել է։ Մանրամասները հետո կպատմեմ, եթե կարիք լինի։ Ես միշտ մեղավոր եմ զգացել ինձ դրա համար։ Որտե դրան հաջորդող մի տարի հետո ես մահացել եմ։ Դա էլ հետո։ Ու երբ որ ես գնում եի գյուղ, երկար տարիներ, համար ամեն տարի մի քանի ամսով գնում եի գյուղ, ու ես գյուղ ավելի շատ եմ հիշում, քան քաղաքը։ Նույնիսկ ծնողներից այդքան չեմ հիշում, մանկության ժամանակ ինչքան տատիկիս էի հիշում։ Ու մեր գյուղի տանը, պապիկիս տանը, գիտեք գյուղի տները ոնց են, կա այսպես ննջարանը, հետո պատուհան, հետո այդ բալկոնային մասն է, որտեղ է խոհանոցն է։ Այդ պատուհանի, ննջարանի պատուհանի տակ դրված էր մեր սեղանը, որտեղ մենք հաց ենք ուտում։ Ու ամեն անգամ երբ որ հաց ենք ուտում, այդ ալյումինից մի հատ փոքրիկ նույնիսկ ծռմռված մի հատ ափսե էր ալյումինից, որի մեջ միշտ կար ասենք կամ լոբի էր, կամ ցորեն էր, կամ աղեր։ Այսպես լցած դրած էր այդ պատուհանափեղկին հայերեն ասած։ Ու ես միշտ ասենք այնտեղ որ հաց ենք ուտում, ես միշտ մտածում եմ, այս ամենը տենաս որտեղից է, այս ամենը ինչ ամանա, այս ամենը ինչ ամանա։ Ու ինքս ինձ հորինել էի, որ այդ ամանը իմ պապիկի ամանն է եղել, որի ժամանակին պապիկս կերել է, հաց է կերել այդ ամանը, մազուն է բրդել, ինչ որ է, խորակ է կերել, բան եւ այլն։ Ու ես այնքան էի այդ միտքը իմ մոտ այնքան էի պատտասրել, որ արդեն ես հավատում էի այդ պատմությանը, որ դա իմ պապիկի ամանն է եղել։ Ու մի անգամ էլ, երբ որ արդեն մոտավորապես 14 տարեկան էի, էլի հաց ենք ուտում սեղանի շուրջ, քերակինս Սեդիկ Ակիրը իմ քերուս տղային Սամվելին ասաց, Սամվել ջան, մի հատ աման ինձ տաս, ինքը նստած էր պատոնի մոտ ու ամանը վեսեց այդ ալյումինե ամանը, մեջ ինչ-որ բան կար, հիմա չեմ հիշում ճիշտ ասած, փոխանցեց Սեդիկ Ակուրը, քերավնոջս։ Ու փոխանցելու ժամանակ իմիջարոց ուղղակի ասաց, որ դա պապիկի ամանն է, գիտես Արտուր, Սամվելը, քերուս տղան։ Այդ ուտելիքը կոկորտում եմ ասի, ես թողեցի ու դուրս եկա տանից։ Երկար ժամանակ գնացի դիմացի սարը, Ելեն ակորդ հաշումը, մոնեկա, միջև շունչից տեղը բերեցի ու վերադարձա։ Ու որոշել էի, որ այդ ամանը պետք է գողանամ։ Պետք է գողանամ տանեմ Երևան ու պահեմ, որտեղ իրոք պարզվեց իմ պապիկի ամանն եղել։ Բայց չկարացի։ Դենց չգողացա այդ ամանը, հետո մի քանի տարի հետո գնացի նորից գյուղ, այդ ամանը չկար, արդեն չորչել հարցրեցի, սակ ինձ մեղավոր է զգում, որ գողություն չեմ արել։ Ինչ եմ պատմում, նայեք, սովորական պատմություն է, բայց ինքը կարող է շատ հետաքրքիր ֆիլմի, շատ գեղեցիկ ֆիլմի նյութ դառնա։ Ու կդառնար, եթե ես իմ ասեմ իմ ֆիլմերի ասենք տեսլական ու այդ ուրիշը չլիներ։ Իմ ֆիլմերը ես արդեն նկարել եմ 5 ֆիլմ, իրանք հենց այդ ընթերցող ֆիլմերից են։ Եվ սեմ բոլոր սցենարներն ընթերցող ֆիլմեր են, ֆիլմերի սցենարներ են, ու ինչ որտեղ չէր համընկնում այդ պատմությունը իմ, ասենք դահատեսված ֆիլմերի հետ։ Այդպիսի բան էր, այսինքն կար պատմություն, ես համոզված եմ ձեր կյանքում էլ պատմություն կա, որը կարելի է համատեղել ու ասենք կարելի է վերցնել ու սարքել պատմություն, ու եթե հետագայում մենք ունենանք ուսանողներ մեր աշխատանքի բնույթով, մենք պետք է ուսանողներից խնդրենք պատմություններ, անձնական կամ օրինակ կամ իրական, որը կարելի է կոպիկացնել, տաշել, քար սարքել տաշած եւ դրա վրա ստեղծել սցենարը գրական, հետո կադրային եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն մենք այդպիսի աշխատանքի վրա գործ ունենք հագինալու, երբ որ մեր կուրսերը կբացվեն։ Հա,
Եվ գիտեք, իմ կինո, եթե կարելի այդպես ասել, իմ կինո ճաշակի վրա մեծ ազդեցություն ունեցել Անդրեյ Տարկովսկին իր Ստալկեր ֆիլմով, իր Նոստալգիա ֆիլմով եւ ամենակարևորը Զոհաբերություն ֆիլմով։ Ու երբ որ ես արդեն ծանոթ էի այդ ֆիլմերին ու կամաց ձևավորում էր իմ կարելի ասել կինո ճաշակը, պայմանական ճաշակը, մի անգամ մտքովս անցավ, ասում եմ, իսկ կարելի արդյոք ֆիլմ նկարահանել առանց երաժշտության, որտեղ երբեմն ինձ երաժշտությունը խանգարում է։ Ֆիլմով երբ որ դիտում եմ, չեմ ուզում որ կոնկրետ օրինակ բերեմ, որովհետեւ չի վիրավորեմ այդ ֆիլմի հեղինակին եւ ֆիլմը, բայց ֆիլմը նայում եմ վերջի մասում այնպես երաժշտ պաթետիկ մի հատ գեղեցիկ երաժշտությունով ֆիլմ ավարտվում է ակորդային մասով ֆիլմի, ու ես այդ մասը միշտ անջատում եմ, որովհետեւ գեղեցիկ ֆիլմը որ նայում եմ, այդ վերջի կտորով արդեն վերջի մի րոպեն ամ րոպեի կես այդ պաթետիկ երաժշտությունով, որ շատ գեղեցիկ երաժշտություն է, որովհետեւ գրել է երաժշտությունը Մանսուրյանը, ես անջատում եմ ֆիլմը արդեն, չեմ նայ, որտեղ ինձ խանգարում է այդ երաժշտությունը, այդ հրաշալի երաժշտությունը ինձ խանգարում է։ Ու ես մտածում եմ, արդյոք կարելի է ֆիլմ նկարել, որը ամբողջովին բացի առարկական սիմվոլիկայով, բացի մնացած արդեն սիմվոլիկաներով, կադրային սիմվոլիկայով, նաև հնչյունային սիմվոլիկան ունի, շում, որ ասում շումերը, այդ շումը տեղադրված ձայները, ձայնային սիմվոլիկա ունենա ու երաժշտության կարիք չլինի։ Ու պատկերացրեք մի քանի տարի հետո, երբ որ արդեն Միացյալ Նահանգներում էի, մոտս մի հոդված ընկավ, իր ձեռքս մի հոդված ընկավ այդ ինտերնետից, որտեղ կարդացի, որ նույն բանի մասին ասում է Անդրեյ Տարկովսկին, որ մտածում է ֆիլմ նկարանի, որտեղ երաժշտությունը պիտի որ չունենա, որ ասենք դեր այդ ֆիլմում, ու շատ հետաքրքիր զուգադիպություն էր։ Իսկ միջորից ասեմ, այդ գաղափարը որտեղից իմ ծագեց, երբ որ ես Անդրեյ Տարկովսկու Զոհաբերությունն էի նայում, ինձ այդպես VHS կասետի մեջ տվեցին, ասում ես ֆիլմը նայի, որտեղ մի րոպե դուրս զեցում են։ Ներողություն, մեզ ընդհատեցին։ Եվ այսպես Անդրեյ Տարկովսկի Զոհաբերությունը նայում, ինձ այդ կասետը նվիրեցին, ասեն Արթուր, պիտի այս ֆիլմը անպայման նայես դու։ Ու ես միացեցի կասետը ու ֆիլմը սկսվեց, երաժշտություն չկա, ձայն չկա ընդհանրապես, բայց այնքան է ուզում այդ ֆիլմը նայել, որտեղ Տարկովսկու Նոստալգիան եւ Ստալկերը իմ համար գլուխ գործոց էի, մտածում էի Տարկովսկու վերջի ֆիլմը ինչ կլինի։ Ու երբ որ միացեցի, բանը ձայն չկար ընդհանրապես, պատկերներն էի գնում, ես ասեցի ինչ լինի, ես պիտի նայեմ այս ֆիլմը ինչը վերջ։ Ու ես հայտնագործեցի, որ այդ ճանապարհով երբ որ ֆիլմը նայում ես, երբ որ ֆիլմը դնում ես երաժշտությունը ձայնը հավաքում ես ընդհանրապես, իջացնում ես, իմ դեպքում ուղղակի չկար ձայն, սկսում ես սովորել ֆիլմ նկարահանել։ Այո, երբ որ ֆիլմը նայում ես առանց ձայնի, սովորում ես ֆիլմ նկարահանել։ Ու հետի կարծեմ 94 թիվներից չեմ ցավում։ 94 թվից մինչև հիմա, հենց հատկապես Տարկովսկու Զոհաբերությունը նայելուց հետո ես սկսեցի մինչև հիմա նայել Տարկովսկու այդ ֆիլմը, դե բնական հետո ձայնով եմ հասկանում, բայց այդ ֆիլմերը հիմնականում որ ուզում էի սովորեի, կադրային կազմվածությունը ոնց անել եւ այլ, ես նայում էի առանց ձայնի։ Ու հիմա ես ունեմ երկու կարելի ասել գիրք, պայմանական ասեմ, Ջոնաթան Լիվինգսթոն իմ գրասեղանի գիրքն ամբողջ կյանքիս համար եւ Անդրեյ Տարկովսկու ֆիլմը Զոհաբերությունը հատկապես ամբողջ կյանքիս համար դասագիրք է դարձել։ Ու ասեմ որ բանը այդ Անդրեյ Տարկովսկու ֆիլմը հենց պատճառը անցածել, որ ես գամ հետևության, որ ֆիլմերը նաև ընթերցվում են։ Ու ես ուրախությամբ այդ դպրոցը մեզ մոտ բացվել է, ընթերցվող ֆիլմերի կինոդպրոցը, որի մասին ես այսօր խոսում եմ։ Առիթ եղել է Անդրեյ Տարկովսկու Զոհաբերությունը, որը ես նայել եմ առանց ձայնի։ Հələ որ ես կանա։ Վերջին հաշվով ինչն ենք մենք սովորեցնում մեր դպրոցում։ Մենք սովորեցնում ենք ռեժիսորին դառնալ դիտորդ, արտաքին աշխարհի հանդեպ մենք սովորեցնում ենք ռեժիսորին դառնալ
դիտորդ։ Այստեղ մի հատ գրառում եմ արել, որ պետք է անպայման կարդամ, որպեսզի չկմկմամ, շնորհեմ կգնահատեք։ Ուրեմն մարդ չի ստեղծում, չի նկարանում կինո, քանի դեռ չի սովորել ընթերցել արտաքին աշխարհը, իսկ արտաքին աշխարհը ընթերցելուց հետո սկսում է կինո։ Ես փորձել եմ այս ձևակերպման մեջ դնեմ ամբողջ հումքը մեր կինոդպրոցի։ Այսինքն, քանի չես սովորել կարդալ արտաքին աշխարհը, կինոն չի սկսում քո համար։ Երբ որ արդեն արտաքին աշխարհը ընթերցել գտես, այդ րոպեից սկսում է ֆիլմը։ Եվ կինոն չի սկսում կամերայից, կինոն չի սկսում սցենարից, կինոն չի սկսում ինչ-որ մի գաղափարից։ Երբ որ դու ընդունակ ես կարդալու արտաքին աշխարհը, դեպքերը, երևույթները, մարդկանց, այդ ժամանակ քո մեջ սկսում է կինոն։ Իսկ կինոն դա վերջին փուլն է, որտեղ վերարտադրում է քո ցանկությունները, քո նպատակները, քո կարծիքը, քո աշխարհայացքը։ Կինոն դա վերջին էտապն է, որտեղ իրականանում է դա ամենը դառնում մասերալ, դառնում տեսողական։ Իսկ որպեսզի կարողանաս կարդալ արտաքին աշխարհը, դեպքերը, մարդկանց, երևույթները, հանգամանքները վերլուծես, պիտի կարողանաս ընթերցել այն ինչ որ քո շրջապատում կա, ինչ որ տեսնում ես։ Կենցաղից պոկել այն կարևոր ադամանդյա, ասենք, երևույթը, իսկ կյանքում շատ բաներ են կատարում, որ պիտի ասենք ընթերցող մարդուն հուշեն, թե ինչա կատարվում։ Ու պետք է սովորես ընթերցել արտաքին աշխարհը։ Ես չեմ ասում արտաքին աշխարհի հանդեպ ճիշտ քո դրսևորումը բերում անպայման այդ նկատելու այդ ամեն ինչ որ կարելի է պոկել կենցաղից դու դարձնել, ասենք, ֆիլմ։ Կինոն սկսում է այն ժամանակ, երբ որ դու քո մեջ վերլուծում ես այն ինչ որ դու տեսել ես։ Այդ ժամանակ է ֆիլմը։ Եթե ասենք, գիտեք ինչ, կարող է մի փոքր դետալ, փողոցում պատահած մի դեպք դառնա քեզ համար դառնա ֆիլմի աղբյուր, ասենք, նյութ, պատճառ։ Իսկ երբ որ սկսում ես ընթերցել այդ ամեն ինչ արտաքին աշխարհը, դու դառնում ես դիտորդ։ Իսկ մեր կինոդպրոցի ռեժիսորի տեսակը, որտեղ մենք սովորեցնում ենք, դիտորդն է։ Պիտի լինես կյանքում դիտորդ, ոչ խաղի մեջ, այլ դիտորդ։ Ընթերցես արտաքին աշխարհը։ Սա կետերից մեկն է։ Եվ ինչպես ասում էի, կինոն չի սկսում խցիկից կամ սցենարից, եւ այդ առումով ես ունեմ եւս մի գրառում, որ ուզում եմ ներկայացնեմ ձեզ ու խոսեմ դրա մասին։ Կինոն չի սկսում սցենարից կամ խցիկից եւ չի ավարտվում մոնտաժով։ Կինոն սկսում է խցիկից առաջ եւ շարունակում է մոնտաժից հետո։ Երբ ռեժիսորը սովորում է ընթերցել արտաքին աշխարհը եւ դառնալ դիտորդ այս կյանքում։ Սա ամբողջական, ասեմ, մեր կարելի ասել այսօրվա ձևակերպումը, թե ինչի վրա է աշխատում մեր կինոդպրոցը։ Այո, ֆիլմը չի սկսում խցիկից, ֆիլմը չի սկսում սցենարից եւ չի ավարտվում մոնտաժով։ Որ դեպքում բնական է, երբ որ ֆիլմի մասին է խոսքը գնում, ինքը սկսում է տիտրերից, ավարտում է տիտրերով, դա ֆիլմի, ասենք, վերջնական ֆորման է։ Եվ ֆիլմը չի սկսում դե ռեժիսորի համար հենց հատկապես սցենարից, սկսում ավելի շուտ, երբ որ իրան ներսում խմորվում է, այդ խմորեղենը, ասենց ասեմ։ Ու բանը ֆիլմը սկսում է գաղափարից, խմորումներից, բերում է սցենարի, հետո բերում է նկարահանումների, բերում է մոնտաժի եւ ֆիլմը պատրաստ մենք ունենում ենք մեր առաջ դիտելու համար, ու երբ որ մոնտաժն է վերջանում։ Բայց դա ֆիլմին է վերաբերում, բայց իրականում եթե հանցատեսի մոտ ֆիլմը վերջանում է ֆիլմի վերջը գրությունից, ուրեմն իմ կարծիքով այդ ֆիլմը բավականաչափ թրծված չի։ Ֆիլմը պետք է մնա հանցատեսի մեջ անավարտ։ Այսինքն ես գերադասում եմ այնպիսի կինեմատոգրաֆ, որտեղ որ գաղափարից հետո հուզումնալի, ասենք, այդ պատմությունից հետո մարդու մեջ շարունակում է խմորումները։ Այսինքն դիտորդ ռեժիսորը, ընթերցող ռեժիսորը գաղափարը գտնում է, վերլուծում է
կոկիկ ասնում է, ուսր ասած տաշում է այդ քարը, դնում է կինոյի մեջ, ֆիլմի մեջ, ֆիլմի դիտելուց հետո հանցատես իր հետ տանում է այդ բանը, ֆիլմի անավարտ մասը, երբ որ ինքը իր մեջ շարունակում է այդ ֆիլմով ապրել։ Այսինքն ֆիլմում երբ որ գրում է ֆիլմի վերջը, դա բանը հանցատեսի համար դեռ ավարտը չի։ Այսինքն քո ռեժիսորի եւ հանդիսատեսի մեջ կոնտակտը ֆիլմով է տեղ ունենում, բայց իրականում այն ինչ որ քո գաղափար առաջացել է, ինքը եթե ֆիլմին դիտելուց հետո շարունակում է նաեւ հանդիսատեսի մոտ, ուրեմն քո ֆիլմը հաջողված է։ Ու մեկ էլ իման ասեմ, եթե պայմանական, ասենք, մի ձևակերպում տամ, որ բանը գոյություն ունեն երկու ֆիլմի տեսակներ, կինեմատոգրաֆիա երկու տեսակ, մեկը կոչվում է բանը, ասենք, դիտվող ֆիլմեր, մյուսը ընթերցվող։ Սրա մասին մենք էլ խոսանք, ապա հանցատեսի մոտ էլ կա նման բաժանում։ Երկու կինեմատոգրաֆիայի նման բաժանում։ Սպառող հանցատես եւ ոչ սպառող հանցատես։ Երբ որ ել եմ ասում, ֆիլմի վերջում, երբ որ գրում է ֆիլմի վերջը, հանցատեսի համար չի ավարտվում։ Ինձ համար Տարկոսկու այդ ֆիլմը, իմ վերանշած ֆիլմը չի ավարտվում մինչև հիմա։ Ինչպես չի ավարտվում Ջոնաթան Լիվինգսթոն ջայի վիպակը մինչև հիմա չի ավարտվում շարունակական է։ Ու այս երկու երևույթները Ջոնաթան Լիվինգսթոն ջայի վիպակը եւ Տարկոսկու զոհաբերությունը ես ամբողջ իմ կյանքի ընթացքում պարբերաբար անդրադառնում եմ ինքը չի ավարտվել, ինչի չի ավարտվել։ Պարզ պատճառով, որ ես Ջոնաթան Լիվինգսթոն ջայի ամեն տարիքում կարդալուց ինձ համար հայտագործություն եմ արել։ Ամեն ես կարդացել եմ առաջին անգամ 15-16 երևի տարիքում, երբ որ Երևանում Ինջախաղ պետական թատրոն է ընդունել որպես դերասան, ու արդեն թատրոնում աշխատավարձով էլի արժեք դերասան է աշխատում, այդ ժամանակ եմ հանդիպել առաջին անգամ Ջոնաթան Լիվինգսթոն ջայի վիպակին, եւ հիմա ես 61 տարեկան եմ գրեթե համարյա մի քանի ամիսից, ու մինչև հիմա այդ գիրքը ինձ հետ է, որտեղ ամեն տարիքում տարբեր ձևի եմ ընկալել ու նորություն եմ գտել։ Այ ես ուզում եմ, որ այսպիսի ռեժիսորներ պատրաստեմ մեր դպրոցում, որ իրանց ֆիլմը դառնա դասագիր, բացի որ դասագիր դառնա ամբողջ կյանքի ընթացքում իրանց համար դառնա հետաքրքիր վերլուծությունների առիթ։ Ոնց որ իմ համար դարձել է Տարկոսկու զոհաբերություն ֆիլմը, ու երբեք ինքը չի ավարտվում։ Առայժմ այսքանը, հիմա մենք կարող եմ ասել, որ առաջ մեր դասը կոնտակտը տեղ ունեցավ, որը շարունակական կլինի իհարկե։ Մենք խոսանք շատ հետաքրքիր բաների մասին։ Իմ չարից ուզում եմ խնդրեմ ձեզ, եթե ինչ-որ հարցեր կլինեն առաջի դասից կամ անպայման ինձ գրեք կամ զանգեք, մենք խոսենք, մենք կանանք անհատական ժամեր ունենանք ու մասնակցեք մեր մյուս դասերին, որը պարբերաբար ես կթողարկեմ ու կդնեմ, ասենք, սոցցանցերում։ Եթե տարածեք այս նյութերը եւ լայք դնեք, ես բնական է առավել շնորհակալ կլինեմ, որ դուք նպաստեք մեր դպրոցի ոնց որ ասած կայացմանը։ Լավ մնացեք։ Գրկում եմ բոլորիդ։